1071 թվականի օգոստոսի 26 օր, որը Թուրքիայում նշվում է որպես նոր հայրենիքի ծննդյան օր։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար այն ուժի և քրիստոնեական արևմուտքի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշն է։ Թուրքական ինքնագիտակցության մեջ սա այն օրն է, երբ Սուլթան Ալփ-Արսլանը թուրքերի առաջ բացեց Անատոլիան։ Բայց հայերի համար այս օրը այլ խորհուրդ ունի։ Այդ նույն օրը 1071 թվականի օգոստոսի 26-ին սկսվեց մի գործընթաց, որը փոխեց ամբողջ հայկական լեռնաշխարհի ճակատագիրը։ Ինչ է իրականում տեղի ունեցել 1071 թվականի օգոստոսի 26-ին։ Դա ուղղակի աղետ էր, թե նոր դարաշրջանի սկիզբը։ Եվ ինչու գրեթե 1000 տարի անց այս ամսաթիվը դեռևս բաժանարար գիծ է ժողովուրդների հիշողություններում։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք մի ժամանակաշրջանի մասին, որը ընդմիշտ փոխեց տարածաշրջանը։ Մեր նախորդ թողարկումներից մեկի ժամանակ մենք խոսել էինք Բաղրատունյաց վերջին թագավոր Գագիկ II-ի մասին։ Այսօր կխոսենք դրան հաջորդող ժամանակաշրջանի մասին։ Սրանք փաստացի երկու փոխկապակցված հաղորդումներ են, որոնք բացի իրենց պատմական նշանակությունը, նաև յուրատեսակ բանալի են հասկանալու ինչպես Թուրքիայի ծագումնաբանությունը, այնպես էլ նրա քաղաքականության հիմքում ընկած առաջնահերթությունները։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք թողարկումը, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ 1045 թվական Անին ընկավ։ Բաղրատունյաց վերջին թագավորությունը անցավ պատմության գիրկը։ 1001 եկեղեցիների քաղաքը անցավ Բյուզանդիայի իշխանության տակ։ Հայաստանը մնաց առանց թագավորի և առանց կաթողիկոսի։ Ոչ վաղ անցյալում Պահլավոնու զինվորները Ախուրյանը ողողել էին բյուզանդացիների արյամբ։ Այժմ հայկական բանակից մնացել էին միայն լեգենդներ ու տարեց ռազմիկների հիշողությունները։ Հայկական էլիտան ստացավ հարված, որից երբեք լիովին չվերականգնվեց։ Հաղթանակած կայսրը կարող էր իրեն համարել հանճարեղ ստրատեգ, քանի որ նա կարողացավ իրագործել այն, ինչին ձգտել էր իր ողջ կյանքի ընթացքում։ 1055 թվականին, երբ մահացավ Բյուզանդիայի կայսր Կոնստանտին Մոնամախոսը, կայսրությունը դեռևս գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Սակայն կարճ ժամանակ անց եկան այնպիսի ժամանակներ, որոնք լի էին սպառնալիքներով հենց Կոնստանդնոպոլսի համար։ Միավորված օղուզ թուրքական ցեղերը ներկայիս Թուրքմենստանի տարածքից արդեն շարժվում էին դեպի արևմուտք։ Սրանք քոչվոր ցեղեր էին, որոնք չունեին մշտական բնակության տարածք։ Նրանց համար քոչելը ոչ թե փորձություն էր, այլ կենսակերպ։ Ձին, աղեղն ու սուրը անբաժանելի էին Սելջուկից։ Միակ նպատակը առաջ շարժվելն էր, քանի որ նրանց ետևում ոչինչ չկար, ոչ հայրենի բնակավայրեր և ոչ էլ նախնիների գերեզմաններ։ Իսկ նրանց ընտանիքները մշտապես իրենց հետ էին։ Նրանց առաջնորդը Մուհամեդ Ալփ-Արսլանն էր, խիստ ու դաժան մարտիկ, որի անունը մնաց համաշխարհային պատմության մեջ։ Ալփ-Արսլանը պարզապես հերթական զորամիավորման առաջնորդ չէր, այլ մի ուժի, որի վերահսկողության տակ արդեն հսկայական տարածքներ էին։ Եվ այսպես սելջուկները մտան անպաշտպան և կարելի ասել նաև հայաթափված Հայաստան։ Այս ամենը Բյուզանդիայի կողմից իր արևելյան սահմաններում իրականացվող քաղաքականության հետևանքն էր։ Թուլացած բյուզանդացիները չէին կարող որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ առաջ խաղացող ուժերին։ Իսկ Հայաստանի տարածքը հաճելի անակնկալ էր քոչվորների համար։ Լանդշաֆտը, կլիման, ջուրը և բերրի հովիտները պարզապես երազանք էին քոչվորների համար։ Դեռ չեն խոսում նրա ռազմավարական դիրքի մասին, որը Բյուզանդիայի սիրտն էր։ Այն գտնվում էր Իրանական Սարահարթի և Փոքր Ասիայի միջև։ Եվ ահա 1064 թվականին հայկական թագավորության անկումից գրեթե 20 տարի անց Հայաստանի մայրաքաղաքը, որի բնակչության թիվը հասնում էր գրեթե 100,000-ի, բախվում է նոր և մեծ փորձության։ Ալփ-Արսլանը իր բանակով շարժվում էր դեպի քաղաք, քանի որ ով տիրում էր Անիին, տիրում էր նաև ամբողջ տարածաշրջանին։ Արիստակես Լաստիվերցին այս արշավանքի մասին գրում է. «Եվ սուլթանը շարժվեց անթիվ զինվորների բազմությամբ, ինչպես երկինքը ծածկող ամպ։
Անի պարիսպները, որոնք կառուցված էին Ախուրյանի կիրճի վրա, համարվում էին տարածաշրջանում ամենաամուրներից մեկը։ Ճակատային հարձակումը չափազանց թանկ կարժենար։ Անմատչելի ժայռերի վրա, որը կարծես քաղաքի բնական պաշտպանական համակարգը լիներ, կառուցվել էին բարձր հարթակներ, որոնց վրա տեղադրվել էին կատապուլտներ։ Հարձակողական նշանակության սարքերը օր ու գիշեր ռմբակոծում էին անին այրվող նավթող լիտարաներով։ Զուգահեռաբար փորձում էին նաև քանդել պարիսպները, բայց ապարդյուն։ Սակայն չընդհատվող ռմբակոծությունը համատարած հրդեհների պատճառ դարձավ, ինչն էլ խուճապ առաջացրեց բնակիչների շրջանում։ Արդեն 20 տարի էր, ինչ քաղաքում հայ զինվոր չկար, եւ բնականաբար չկար նաև մեկը, ով սպարապետ Վահրամ Պահլավունու նման կհարձակվեր թշնամիների վրա։ Քաղաքի վարչակազմը, ինչպես նաև բանակը, բաղկացած էին բյուզանդական զորքերից եւ բարձկաններից, որոնք որևիցե կերպ չէին ուզում զոհվել հայկական քաղաքում։ Հայկական տարեգրությունները հավելում են. երկնքից կրակ ընկավ եւ ծուխը ծածկեց արևը։ Ուժերը անհամեմատելի էին։ Բյուզանդացիները այլևս չէին կարողանում պահել քաղաքը։ Երբ պատերը ճեղքվեցին, սկսվեց հարձակումը։ Մատթեոս Եդեսիացին հաջորդող դեպքերը նկարագրում է որպես մեծ ավերածություն։ Նույնիսկ իսլամական տարեգիր Իբն Ալ-Ջաուզին, որ վկայություններ էր հավաքագրել արշավանքի մասնակիցներից, չէր կարող թաքցնել ողբերգության մասշտաբները։ Ժամանակի հայելին տարեգրության մեջ պահպանվել են ականատեսի խոսքերը։ Քաղաքն այնպես էր արյունով հեղեղված, որ անհնար էր քայլ անել առանց մահացածի մարմնի վրա ոտք դնելու։ Անին ավերվեց։ Անի անկումը 1064 թվականին Հայաստանի նկատմամբ Բյուզանդիայի կողմից տարվող քաղաքականության հետևանքներ, թուլացնելով Հայաստանը, ավիրելով հայկական հողերը եւ իրականացնելով Բյուզանդիայի խորքում հայերի վերաբնակեցման քաղաքականություն, փաստացի Բյուզանդիան թուլացրեց իր արևելյան սահմանները։ Օգոստոսի 26-ը կարևոր ամսաթիվ է Թուրքիայում, հատկապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք, ով այդ օրվան տվեց սակրալ եւ քաղաքական նշանակություն, ներկայացնելով 1000 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները որպես արևմուտքի եւ քրիստոնեական աշխարհի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշ։ 1071 թվականի օգոստոսի 26-ին հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած իրադարձությունները դարձել են փարոզ, որը լուսավորում է Թուրքիայի աշխարհաքաղաքական տեսլականը։ Սակայն որ իրադարձության մասին է խոսքը։ 1071 թվականի օգոստոսի 26-ին Մանասկերտի մատույցներում բախվեցին ոչ թե լոկ բանակներ, այլ երկու քաղաքակրթություններ։ Մանասկերտի ճակատամարտային ժամանակահատվածն էր, երբ կայսրությունը սկսեց ճոճվել սեփական հակասությունների ծանրության տակ։ 1064 թվականին սելջուկները գրավեցին Անին։ Կայսրության արևելյան նահանգները այլևս նրանց վերահսկողության տակ չէին։ Սակայն Փոքր Ասիան չէր կարելի կորցնել։ Բյուզանդական կայսր Ռոմանոս IV Դիոգենեսը գիտակցում էր արդեն իր կայսրության ներսում ի հայտ եկած անմիջական սպառնալիքները։ Հռոմեացիները որոշում կայացրին։ Պատերազմ անխուսափելի էր։ Արշավանքին կայսրի անձնական մասնակցությունը ընդգծում էր իրադարձությունների կարևորությունը ողջ կայսրության համար։ Այն ուղղված էր սելջուկների դեպի արևմուտք առաջխաղացումը կանխելուն։ Մեծ պատերազմներից ետ վարժված բյուզանդական բանակը տպավորիչ էր չափերով, բայց միատարր չէր։ Բաղկացած էր ինչպես պրոֆեսիոնալ ստորաբաժանումներից, այնպես էլ վարձկաններից։ Սելջուկներին գլխավորում էր անձամբ Ալփ-Արսլանը։ Այս բանակը, որը ավանդույթների առումով միատար էր, սովոր էր երկարատև արշավանքների, ճակատամարտերի եւ պաշարումների։ Մանասկերտ բնակավայրը հայտնի է դեռևս ուրարտական ժամանակներից եւ գտնվում է արևմտյան Հայաստանի Մուշի հովտի մոտ։ Այն դարձել էր երկու քաղաքակրթությունների կարևոր ճակատամարտի թատերաբեմ։ Մի կողմից քրիստոնյա արևելքի կայսրը, մյուս կողմից մուսուլման զորապետը։ Եվ ահա օգոստոսի 26-ին սկսում է ճակատամարտ, որը ուներ անգամ քաղաքակրթական նշանակություն։ Բյուզանդացիները կռվում էին իրենց ներկայի համար, իսկ սելջուկները ապագայի։ Բյուզանդական հսկայական բանակը ձգտում էր վճռորոշ առճակատման։ Սելջուկները ընդհակառակը արագ տեղաշարժվելով ստիպում էին նրանց անվերջ տեղաշարժվել, մինչդեռ փորձառու հեծյալ նետաձիգները
լցնում էին երկինքը իրենց նետերով, խոցելով բյուզանդական զորքը։ Օգոստոսի 26-ի երեկոյան բյուզանդացիների շարքերը նոսրացել էին։ Շատ վարձկաններ փախուստի դիմեցին, որը ոչ միայն բարոյալքեց բանակը, այլ նաև խախտեց կառուցվածքը։ Անդրոնիկոս Դուկասի գլխավորությամբ զորքը հանկարծակի նահանջեց, կենտրոնը թողնելով անպաշտպան։ Այստեղ դրսևորվեց գլխավոր գործոնը՝ էլիտայի պառակտումը, որը արտահայտվում էր ռազմական արիստոկրատիայի եւ մայրաքաղաքի էլիտայի միջև մրցակցությամբ։ Ռոմանոս IV-ը եւ նրա շքախումբը ներկայացնում էին այլ խմբի շահեր, իսկ Դուկասինը ամբողջությամբ այլ։ Նույնիսկ ամենավճռորոշ պահին բյուզանդական էլիտան պառակտված էր գործում։ Ներքին ինտրիգները ռազմավարական շահից շատ ավելի կարևոր գտնվեցին։ Դուկասի կողմնակիցների համար ավելի ձեռնտու էր կայսր գլխավորությամբ պարտված ճակատամարտը, քան հաղթանակած կայսրը։ Ճակատամարտը տանուլ է տրվում, իսկ կայսրը գերեվարվում։ Սա հազվադեպ երևույթ էր կայսրությունների համար։ Պարտված կայսրը կարողացավ վերադառնալ գերությունից։ Վերադառնալուց հետո Ռոմանոս IV-ը հեղինակազրկվեց, գահանքեց արվեց, կուրացավ եւ շուտով մահացավ։ Աղբյուրների վկայությամբ, երբ գահանքեց արված կայսրին տանում էին պահակախմբի հսկողությամբ, նրա վերքերը դեռ բաց էին եւ նա մահացավ տանջանքների մեջ։ Մանասկերտը ռազմական պարտությունից վերածվեց քաղաքական աղետի։ Ճակատամարտը անմիջապես չկործանեց Փոքր Ասիան։ Բյուզանդիան դեռ տասնամյակներ շարունակ կարողացավ պահպանել իր դիրքերը, սակայն սելջուկները ևս ամրապնդեցին իրենց դիրքերը եւ որևէ նպատակ չունեին հեռանալու։ Դրան զուգահեռ շատ թուրքմենական ցեղեր սկսեցին վերաբնակեցվել նվաճված տարածքներում։ Այս գործընթացի դեմ կայսրությունը ոչինչ անել չէր կարող։ Մանասկերտի ճակատամարտի օրերին հայոց աշխարհը արդեն գտնվում էր ռազմավարական շրջադարձային փուլում։ 1071 թվականի ճգնաժամի ողջ խորությունը եւ նաեւ հայերի իրավիճակը պատկերացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ դրանից կես դար առաջ կայացած որոշումներին եւ իրականությանը։ 1021 թվականին Բյուզանդիան իրեն միացրեց Վասպուրականը, 1045 թվականին Անիի թագավորությունը։ Ֆորմալ առումով սա նշանակում էր քրիստոնեական կայսրության ընդլայնում, սակայն իրականում դա անկախ հայկական պաշտպանական համակարգի կազմաքանդում էր։ Հայ ազնվականությունը չոչնչացվեց, ընդհակառակը այն ակտիվորեն ինտեգրվեց բյուզանդական հիերարխիայի մեջ։ Էլիտայի ներկայացուցիչներին տիտղոսներ եւ հողեր շնորհվեցին Կապադովկիայում, Կիլիկիայում եւ Միջագետքում։ Այս գործընթացը հաճախ անվանում են ոսկե աքսոր։ Պատմական հայրենիքում ընտանեկան կալվածքները փոխանակվեցին կայսրության ներսում կարգավիճակի հետ։ Սակայն խնդիրը ավելի գլոբալ եւ կայսրության մակարդակով միայն ինտեգրացիան չէր, քանի որ դարեր շարունակ հայկական իշխանական տները կատարում են յուրատեսակ սահմանապահ դեր։ Նրանց իշխանությունը հստակ տարածքի վրա էր եւ ուներ իր ուրույն պաշտպանական համակարգը։ Ընդարձակվելով ըստ էության քանդվում է այդ պաշտպանական համակարգը եւ թեպետ կայսրությունը մեծանում է, սակայն զրկվում է այդ ամուր եւ կայացած պաշտպանական համակարգերից։ 11-րդ դարի հայկական աղբյուրները արտացոլում են այս կորստի զգացումը։ Մատթեոս Եդեսիացին կոշտ քննադատում է բյուզանդացիներին արևելքի քաջ այրերին վտարելու եւ սահմանը թուլացնելու համար։ Արիստակես Լաստիվերցին նկարագրում է դարաշրջանը որպես աղետների շղթա, որի ընթացքում Կոստանդնոպոլսի քաղաքական որոշումները ընկալվում են որպես դավաճանություն քրիստոնյա արևելքի նկատմամբ։ Այս տեքստերը թվում են հուզական, բայց դրանք արտացոլում էին իրականությունը, նաև այն զգացողությունը, որ հայերը զրկված էին ոչ միայն իրենց պետականությունից, այլև իրենց գործառույթից։ Կրոնական գործոնը սրեց լարվածությունը։ Կոստանդնոպոլսի հետ եկեղեցու մերձեցման փորձերը հայ հոգևորականության զգալի մասի կողմից ընկալվեցին որպես ճնշում եւ միաձուլում։ Տարբեր ժամանակագրություններում նշվում է աստվածային պատժի մոտեցումը։ Բյուզանդիայի պարտությունները մեկնաբանվում են որպես պատիժ հայ եկեղեցու նվաստացման համար։ Միևնույն ժամանակ սելջուկները որևիցե կերպ չէին ընկալվում որպես ազատարարներ։ Սելջուկների նկատմամբ վախը եւ բյուզանդացիների նկատմամբ հիասթափությունը զուգորդվում էին։ Սա թեպետ շատ ծանր արված էր հայերի համար, բայց նաեւ յուրատեսակ մի իրավիճակ, որտեղ մենք կարողացանք իրականում առերեսվել դառը ճշմարտության հետ։
1071 թվականին հայկական կոնտինգենտը Ռոմանոս 4-րդ Դիոգենեսի բանակում էր։ Նրանց մասնակցությունը փաստ է, սակայն նրանց ներքին մոտիվացիան բարդ հարց։ Բյուզանդական տարեգիրները, այդ թվում Միքայել Ատալիատեսը, մեղադրում են հայերին վաղաժամ նահանջի կամ անբավարար դիմադրության մեջ։ Սակայն նման մեղադրանքները բնորոշ են պարտությունն արդարացնելուն և չեն կարող ընկալվել որպես ապացույց։ Ժամանակակից ուսումնասիրությունները փաստում են, որ հայկական ստորաբաժանումները, ինչպես նաև բանակի այլ կառուցվածքներ, գործում էին առանց համակարգման և առանց հրամանատարության։ Հայտնի պատմաբան և բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը շեշտել է, որ Բյուզանդիան վերացնելով հայկական պաշտպանական համակարգը, չի կարողացել այն համարժեք փոխարինել։ Հայերը սահմանապահներից աստիճանաբար դարձան կայսրության տարագրված բնակչություն։ Այս կառուցվածքային տեղաշարժը պատճառներից մեկն էր, որ Մանասկերտից հետո Սելջուկ խմբերը կարողացան հաստատվել տարածաշրջանում։ Հայ հասարակության վիճակը 1071 թվականին կարելի է բնութագրել որպես մասնատված, բայց ոչ պասիվ։ Ազնվականության մի մասը ինտեգրվել էր բյուզանդական համակարգին և նրա ճակատագիրն ընկալում էր որպես իր սեփականը։ Մյուս մասը անվստահություն և հեռավորություն էր պահպանում, իսկ հոգևորականների մի մասը իրադարձությունները մեկնաբանում են էսխատոլոգիայի, վախճանաբանության տեսանկյունից։ Հասարակ ժողովրդի համար պատերազմն աղետ էր, անկախ դրա մեկնաբանություններից և կայսրական հաշվարկներից։ Հայերի համար Մանասկերտի ճակատամարտը միայն Բյուզանդիայի պարտությունը չէր։ Դա այն կարևոր պահն էր, երբ պարզ դարձավ, որ նախկին անվտանգային ճարտարապետությունը այլևս գոյություն չունի։ Բյուզանդիայի բանակը կազմաքանդված էր, իսկ սելջուկները նորանոր տարածքներ էին գրավում։ Այս իրականությունում հայերը կորցրել էին իրենց դերն ու նշանակությունը և գտնվում էին խորքային անորոշության մեջ։ Ասպարեզ է գալիս Փիլարտոս Վարաժդունի անունով մի հայ իշխան և բյուզանդացի զորավար։ Նա դարձավ այն մարդը, ով փորձեց իր ձեռքում պահել այդ բեկորները։ Նա լինելով հայ, անցել էր կայսրական դպրոց և բյուզանդական ռազմական մշակույթի կրող էր։ Փիլարտոս Վարաժդունին մեծացել է այն ժամանակաշրջանում, երբ հայ ազնվականությունը ակտիվորեն ինտեգրվում և բյուզանդական հիերարխիայի մաս էր կազմում։ Նա քաղկեդոնական էր և կրում էր բյուզանդական տիտղոսներ։ Հայերին նա չափազանց բյուզանդական էր թվում, իսկ բյուզանդական վերնախավի համար նա միշտ մնում էր հայ։ Նրա կենսագրությունը կյանքն էր այդ երկու աշխարհների միջև։ 1071 թվականից հետո թուլացած կայսրության և քոչվորական աճող ուժի միջև ընկած ժամանակահատվածում հավակնոտ Փիլարտոսը զբաղեցրեց իր տարածությունը։ Նրա իշխանությունը Անտիոքի, Եդեսիայի, Մարաշի և Մելիտենեի տարածաշրջանում անվիճելի էր։ Այն ռազմաքաղաքական միավոր էր, որը հիմնված էր անձնական հեղինակության, ռազմական ուժի և վարչական ենթակառուցվածքների վրա։ Նա շարունակում էր օգտագործել բյուզանդական տիտղոսները նույնիսկ այն ժամանակ, երբ Կոնստանդնոպոլսից անկախ էր գործում։ Հայ տարեգիրները, որոնցից է Մատթեոս Եդեսիացին, նրան կասկածանքով էին վերաբերվում։ Նրա քաղկեդոնական դիրքորոշումը և կոշտ կառավարման ոճը քննադատության էին արժանանում։ Սակայն կարևոր է բարոյական գնահատականը պատմական գործառույթից տարբերակելը։ Այն պայմաններում, երբ կենտրոնական իշխանությունը կաթվածահար էր, Փիլարտոսը գործում էր որպես սահմանային կառավարիչ։ Նա չափազանց հզոր կերպար էր։ Կենտրոնը չէր կարող նրան վերահսկել, բայց և այնքան ուժեղ չէր, որ ինքն իրեն թագավոր հռչակեր։ Նրա քաղաքական ռազմավարության հիմքում ընկած էր պրագմատիզմը։ Նա կարող էր ֆորմալ կերպով ճանաչել բյուզանդական կայսր գերագույն իշխանությունը, բայց երբ իրավիճակը փոխվեր, կարող էր հավատարմություն ցուցաբերել Սելջուկ սուլթանին։ Փիլարտոսը չուներ բագրատունիների կամ Բյուզանդիայի ազնվականների ժառանգական իրավունքը։ Նա իր իշխանությունը ստիպված էր անընդհատ վերահաստատել ուժի, կազմակերպվածության և քաղաքական էլիտայի նկատմամբ վերահսկողության միջոցով։ Հենց այստեղ դրսևորվեց նրա կառավարման հայկական տարրը։ Բարձրավանդակի կորուստից հետո հայկական ռազմական և վարչական վերնախավը գաղթականի կարգավիճակում էր։ Փիլարտոսը ստեղծեց մի տարածք, որտեղ իր սեփական իշխանապետության միապետն էր և վայր, որտեղ այդ վերնախավը կարող էր հաստատվել։ Նրա ռեժիմը դարձավ անցումային մեխանիզմ։ Հայկական ռազմական խմբավորումները կենտրոնացան Կիլիկիայում և հյուսիսային Միջագետքում, ձևավորելով
ուժի նոր աշխարհագրություն։ Նա ազգային նախագիծ չկառուցեց, բայց հենց նրա օրոք հայկական տարը դադարեց Բյուզանդիայի սահմանային գործիք լինել եւ դարձավ անկախ տարածաշրջանային հենարան։ 1080-ականների վերջին Վարաժնունու գերիշխանությունն ավարտվեց։ Այնուամենայնիվ, նա դարձավ հարավային շրջանների առաջին հայը, որը սկսեց խաղալ իր սեփական խաղը։ Նրան հաջողվեց նվաճել ռազմավարական տարածքներ, այդ թվում կարևորագույն բյուզանդական Անտիոք քաղաքը, եւ ըստ էության դարձավ անցումային կերպար Մանասկերտում բյուզանդական աղետի եւ Կիլիկիայի լեռների հայ տիրակալների ձևավորման միջև։ Պիլարտոսի օրոք Փոքր Ասիայի եւ Միջագետքի հայկական ռազմական ու քաղաքական վերնախավը նոր շունչ ստացավ։ Նոր առաջնորդներ, ինչպիսիք են Ռուբինյանների թագավորական տոհմի անվանադիրը Ռուբեն Առաջինը, կամ Եդեսիայի եւ Մելիտենեի կառավարիչները հանդես եկան որպես տարածքների լիիրավ եւ վստահ տերեր։ Փիլարտոսը թեպետ հայկական պետություն չստեղծեց, սակայն կարևոր հող նախապատրաստեց դրա համար։ Թագավորությունը ընկավ, անին ավերվեց, իսկ արևելյան սահմանը անհետացավ։ Հայաստանը կորցրեց բարձրավանդակը, բայց պահպանեց ամենակարևորը՝ ռազմական ու վարչական ավանդույթներ ունեցող վերնախավը։ Հենց սա է պատճառը, որ Փիլարտոս Վարաժնունու եւ ամենակարևորը Ռուբեն Առաջինի նման գործիչները կարողացան ոչ միայն տարածք պահել, այլև նոր պետության հիմքերը դնել։ Գաղթը ողբերգություն էր, բայց միաժամանակ այն կարելի է հետահայաց ընկալել նաեւ որպես ռազմավարական տեղաշարժ։ Հայկական ներուժը տեղափոխվեց դեպի Միջերկրական ծով եւ այնտեղ ձևավորեց նոր Հայաստանը՝ Կիլիկիան։ Թե ինչպես աղետից հետո ձևավորվեց նոր հայկական պետությունը եւ ով էր Կիլիկիայի առաջին ղեկավարը, դիտեք մեր հերթական թողարկումը, որը կլինի այս թողարկման տրամաբանական շարունակությունը։ Իսկ արդյոք տեղեկացված եք Փիլարտոս Վարաժնունու մասին։ Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ էր Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։